Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը հաստատում է հանդիպել է ԱԱԾ պաշտոնյաների հետ, ինչի շուրջ են զրուցել եւ ինչ է հերքում Սրբազանը։ Ովքեր են դավաճանում կաթողիկոսին, Միքայել եւ Բագրատ arքեպիսկոպոսները սուր հայտարարությամբ դիմել են վեհափառին պահանջով։ Ազգային ժողովը երկրորդ անգամ մերժել է Դավիթ Տոնոյանին, չտրամադրելով պատերազմի քննիչ հանձնաժողովի փաստաթուղթը։ Նոր մեղադրանք Գրիգորի Խաչատուրովին հայտարարվել է միջպետական հետախուզում։ Նամակ ոստիկանության անունից, ովքեր են կանգնած կիբերխարդախության նոր ալիքի հետևում եւ ինչ անել Էլ-Փոստին նամակ ստանալու դեպքում։ Ինչու է մայրաքաղաքը շնչում թունավոր փոշի, ինչ լուծումներ է ներկայացնում քաղաքապետարանը եւ ինչպես պաշտպանվել մինչ այդ։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը այսօր առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ։ Նրա խոսքով դա կանչ չի եղել, այլ հրավեր, բովանդակությամբ հստակ ակնարկներով։ Իր հրավիրած ասուլիսի ընթացքում Սրբազանը չի բացել փակագծերը, երբ եւ ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այդ հանդիպումները, սակայն նշել է, որ ունեցել է երկու նման զրույց։ Ըստ arքեպիսկոպոսի, իրեն վախեցնելու կամ ճնշելու փորձերը չեն գործել։ Անդրադառնալով համացանցում լայնորեն տարածված ինտիմ բնույթի տեսագրությանը Սրբազանը վստահեցրել է, կեղծիք է, իր եւ իր քեռակնոջ հետ որևէ առնչություն չունի։ Ասուլիսի մանրամասները դիտենք ռեպորտաժում։ Վերջին ամիսներին իր եւ եկեղեցու շուրջ ծավալվող սկանդալների, տարածված տեսանյութի եւ եկեղեցում ներքին հակասությունների մասին խոսեց Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ժամից ավելի տևած մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա կտրականապես հերքեց իր կապն այդ տեսանյութերի հետ, նշեց, որ դրանցում երևացող անձը ինքը չէ։ Տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացակամորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը։ Քննչական կոմիտեն Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Արշակ Սրբազանն իր խոսքի մի զգալի հատված նվիրեց այն քաղաքական ու հոգևոր զարգացումներին, որոնք ըստ նրա ուղեկցել են այս պատմությանը։ Սրբազանը դատապարտեց 8 եպիսկոպոսների հանդիպումը Փաշինյանի հետ, որոնք հետագայում հայտարարություն էին տարածել կաթողիկոսից պահանջելով ինքնակամ հանգստյան կոչվել։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականական գործունեության պատասխանատվությունը։ Եկեղեցին կարիք ունի խոր բարեփոխումների, արդյունավետ իրականացնելու իր առաքելությունը, բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն իրական խնդիրների ու մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև, շեշտեց Մայրաթորի դիվանապետը։ Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն այսօր պարզապես դուրս է մտվել, իսկ որ աշխարհաքաղաքական խաղատախտակից նվազեցվել է Հայաստանի որպես պետություն դերակատարությունը։ Կուսակրոնությունը չէ խնդիր, որ Ալիևի պահանջները օրեցօր սաստկանում են։ Ես երբեք չեմ լսել, որ Էրդողանը կամ Ալիևը կամ ան բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք որ Հայաստանի համար ճակատագրական հարցերում կարող են դեր ունենալ, Հայաստանի նկատմամբ իրենց օրակարգերը ձևավորեն պայմանավորելով կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելու հետ։ Սա ուղղակի զավեշտ է, չէ՞։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել։ Եթե անգամ վեհափառը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ վեհափառը պաշտոնաթող է եւ վեհափառը
հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհապարին աջակցողների բանակը մեծ է, վեհապարի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Արշակ Սրբազանի խոսքով ծավալվող գործընթացները չեն կարող սահմանվել կուսակրոնության կամ կարգապահական հարցերով։ Այս իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին միջադեպ, այլ որպես ավելի լայն գործընթացի դրվագ, որտեղ ըստ նրա եկեղեցու առջև կանգնած իրական մարտահրավերները ստվերվում են։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակը շարունակվում է լարվել։ Միքայել եւ Բագրատ arczepiskoposները քրեակատարողական հիմնարկից հրապարակային կոչով դիմել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, առաջարկելով դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան 2 օր առաջ մի խումբ բարձրագույն հոգեվորականների կոչի, որով պահանջում էին կաթողիկոսի կամավոր հրաժարականը։ Այդ հայտարարությունը հրապարակվել էր վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով, իսկ հայտարարության տակ ստորագրած 10 հոգեվորականներից 8-ին օրեր առաջ ընդունել էր Փաշինյանը։ Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խորցավով կատարել հետևյալ հայտարարությունը։ Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը դավադիր գաղթագողի վարքով։ Դատապարտում ենք աշխարհիկ իշխանությանը, այն էլ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին։ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց ուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում։ Իդեպ Արցախի թեմում սպասվում է արտակարգ հոգևոր ժողով։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը մեծ եթերությունում հայտնել է, որ իր տեղեկությամբ Արցախի առաջնորդարանում մոտ օրերս քննարկվելու է թեմի առաջնորդ Վրթանեց եպիսկոպոս Աբրահամյանին վերաբերող վիճակը։ Վրթանեց եպիսկոպոսը հայտնվեց կտրուկ քննադատության կենտրոնում, երբ մասնակցեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, միանալով այն հոգևորականներին, որոնք ավելի վաղ հանդես էին եկել վեհապար Հայրապետի հրաժարականի պահանջով։ Իդեպ 3 արցախյան թեմի առաջնորդարանի մոտ բողոքի հավաք էին կազմակերպել։ Տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Վրթանեց եպիսկոպոսի հետ, ակնկալելով նրա ներողությունը Փաշինյանի հետ հանդիպման համար։ Սրբազանը սակայն չընդունեց ակցիայի մասնակիցներին, ինչի հետևանքով ավելի սրվեցին անհամաձայնությունները համայնքի ներսում։ Հոգևոր ժողովում ըստ տեղեկությունների քննարկվելու են թեմի ներսում առաջացած լարվածությունը, Վրթանեց եպիսկոպոսի դիրքորոշումը եւ հնարավոր կարգապահական քայլերը։ Իսկ օրեր առաջ ազատ արձակված Լիդիա Մանթաշյանը դեռ շարունակում է ապաքինվել այն ամենից, ինչի միջով անցել է։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է խոսել նրա հետ։ 5 ամիս կալանավորվելուց հետո 5-րդ օրն է սրբազան պայքարի մասնակիցը ազատության մեջ է։ Փորձում է հասկանալ ովքեր են ազատության մեջ, ովքեր կալանավորված։ Դրան զուգահեռ քաղաքի փոփոխություններին է ծանոթանում։ Կան շենքեր, որոնք չկան, նկատել է նաև մայրաքաղաքի ծառահատումները։ Պատմել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում անցկացրած օրերի մասին, մորապրումների եւ այսօր կալանքից ազատվելուց հետո ունեցած ծրագրերի մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում ավելի ուշ, իսկ այժմ դիտենք մի փոքրիկ հատված։ Ես սպասում եմ վերջնական արդարացման որոշմանը, որովհետև կպել են մեր պատվին, իմ պատվին եւ իմ մյուս ընկերների պատվին, ընդ որում ասեմ մեզ հանցավոր խումբ են համարում, բայց ես այդ մարդկանց մի մասին ես քրեական գործի շրջանակներում եմ հարազատացել, երբ որ միասին գնում էինք դատերի հետ էինք գալիս, դες փողոցում որ տեսնեի կարող է մաքսիմում ասեի բարև ձեզ, կամ կարող է ընդհանրապես չբարևեի ոմանց, որովհետև այդպես սեր ծանոթություն չենք ունեցել, բայց մենք հանցավոր խումբ ենք, ահաբեկչություն ենք կազմակերպել միասին, ու իմ բոլոր բախտակից ընկերներին, այսպես ասած, պետք է որ լինի արդարացնող որոշում։ Մենք պետք է հասնենք դրան, ինչպես 30-ականների ռեպրեսիաներից հետո մարդիկ հետո տասնամյակներ հետո իրենց որոշումները վերցնում տարբեր տեղերով գնում էին, ասում էին տեսեք, որ մենք արդար ենք եղել։ Մենք էլ ենք նույն ձևով լինելու, չնայած կարծում եմ, որ գիտակից հանրությունը հասկանում է, թե ինչ է կատարվում։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կրկին մերժում է ստացել ազգային ժողովից։ Նրան կրկին չեն թույլատրել ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած խորհրդարանական քննիչ հանձնաժողովի փաստաթղթին։ Ազատության հետ զրույցում ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հաստատել է, մերժման հիմքը նույնն է։ Ըստ ազգային ժողովի ընթացակարգերի պատերազմի վերաբերյալ այդ փաստաթուղթը զեկույց չի համարվում, հետևաբար չի ենթարկում տրամադրման պարտադիր կարգի։ Հարցին, թե եթե զեկույց չէ, ինչ փաստաթուղթ է այն, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն ասել է, կդժվարանամ ասել, որովհետև ինքը պաշտոնապես անուն չունի։ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատրովի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Իրավապահները հայտարարել են միջպետական հետախուզում, քանի որ գեներալը երկրում չէ։ Դատախազությունը մեզ տեղեկացրել է, որ գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու եւ իշխանությունը չարաշահելու հոդվածներով։ Քննչականը դատարան էր ներկայացրել Խաչատրովին կալանավորելու միջնորդություն, որը մերժվել է։ Այսինքն Հայաստան վերադառնալուց հետո նրան անկախ վերադարձից չեն կալանավորի։ Դատախազությունը սակայն որոշումը պատրաստվում է բողոքարկել։ Իսկ դուք էլեկտրոնային նամակ ստացել եք ոստիկանությունից քրեական գործի մասին։ Եթե այո, ապա շտապ դիմեք հենց ոստիկանություն։ Վերջին օրերին նման նամակներով փորձում են գումար կորզել մեր քաղաքացիներից։ Էլփոստին ստացվող վերջին նախազգուշացումները, քրեական գործերը եւ վճարելու պահանջները իրականում ոչ մի կապ չունեն իրավապահ համակարգի հետ։ Սա հերթական կիբերխարդախության ալիքն է, որը փորձում է մարդկանցից վախի միջոցով գումար կորզել։ Ովքեր են կանգնած կիբերխարդախության նոր ալիքի հետևում, ինչպես են գործում այդ սխեմաները եւ ինչ պետք է անել նման նամակ ստանալու դեպքում, դիտենք ռեպորտաժում։ Ինչ կանեիք դուք, եթե ոստիկանությունը ձեզ էլեկտրոնային նամակ ուղարկեր, կիբերհանցագործության մեղադրանքով գումար պահանջելով ձեզնից։ Մեդիագրագետ մարդը կպատասխաներ, կզանգեի ոստիկանություն ճշտելու ուղարկվածի իսկությունը։ Վերջին մի քանի օրերին նման ահազանգեր ոստիկանությունում հաճախ են ստանում։ Քաղաքացին զանգահարել էր ոստիկանություն, մտածել է, որ իր նկատմամբ որևէ գործողություն է ոստիկանությունը պլանավորում, եւ այդ ահազանգից հետո նաեւ որոշ այլ մեր գործընկերներից ստացանք տեղեկատվություն, որ իրենց ծանոթների եւս նույնաբովանդակ հաղորդագրություններ են էլեկտրոնային փոստով ստացել։ Ներքին գործերի նախարարության պաշտոնյայի խոսքով մարդկանց ձերբակալելու համար իրավապահներն անձամբ են այցելում նրանց բնակարաններ։ Մեդիափորձագետն էլ հավելում է, ոստիկանությունը էլեկտրոնային եղանակով նման ծանոթություններ չի ուղարկում։ Միակ բացառությունը դա ճանապարհային ոստիկանությունն է, որ տուգանքներն է ուղարկում։ Այն էլ մարդ պետք է մտնի կայքի վրա, ոնց որ իր էլեկտրոնային փոստը ներմուծի, թույլտվություն տա, որ իրան այդ ձևով ուղարկվեն ծանոթությունները, այնպես որ հաստատ ձեզ ոչ ԱԱԾ-ն, ոչ քննչականը, ոչ ոստիկանությունը էլեկտրոնային փոստով sense վախենալու նամակներ չեն ուղարկում։ Մեդիափորձագետի պնդմամբ սա հերթական կիբերհանցագործությունների ալիքն է, որի միջոցով քաղաքացիներից գումար են կորզում։ Սովորաբար մարդկանց վախացնում են, որ վերաները քրեական գործ կա, հետո տանում են նրան, որ կարող եք ընդամենը վճարել ինչ-որ տուգանք, որ ազատվեք, ու հետո արդեն բնականաբար գումար են վերցնում, հետն էլ ստանում են բանկային քարտի տվյալները ու վարզա, որ հնարավորինս մարդուն կողոպտում են դրա միջոցով։ Նման կիբերհարձակումների հետևում հիմնականում արտասահմանում գործող զեղծարարներն են կանգնած, որոնք էլեկտրոնային փոստերի հսկայական բազաներ ունեն։ Նրանք վերցնում են էլեկտրոնային փոստերի շրջանակ, տեսնում են, որ այդ էլեկտրոնային փոստերը օգտագործում են ազգությամբ հայ քաղաքացիներ եւ սկսում են ուղարկել բոլոր այդ էլեկտրոնային փոստերին եւ հույս ունենալով, որ գոնե 1000-ից մեկը կարձագանքի եւ կկարողանան օրինակ վերջինս գումար ապշտակել։ Այս օրերին տարածում է գտել նաև վերջին մի քանի ամիսներին աղմուկ բարձրացրած զեղծարարությունը։ Կիբերհանցագործները պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ են բացում եւ սպառնալիքի միջոցով կրիպտոակտիվներ կորզում քաղաքացիներից։ Այդ հանցագործության դեպքերով ներկայումս լայնածավալ քննություն է իրականացվում, այսինքն գործերը գտնում են նախաքննության փուլում, մենք իրավապահներս ունենք որոշակի շոշափելի արդյունքներ այդ հանցագործությունների բացահայտման աշխատանքներով, սակայն մանրամասները չեմ ցանկանում նշել, քանի որ նախաքննական գաղտնիք է իր մեջ պարունակում։ Մկրտչյանը հավելում է, հանցագործներին գտնելը եւ հափշտակված գումարները վերադարձնելը ժամանակատար գործընթաց է։ Նրանք մեծ մասամբ օտար պետություններից են թիրախավորում մեր քաղաքացիներին, ուստի անհրաժեշտ է լինում միջազգային համագործակցությունը գործի դնել։ Հանցագործության բացահայտման դեպքում զեղծարարները ենթարկվում են քրեական պատասխանատվության։
Երևանը կրկին փակվել է ծանր մշուշի ու փոշու մեջ։ Արդեն 2 շաբաթ է մայրաքաղաքի բնակիչները շնչում են վտանգավոր օդ, իսկ անհանգստությունը վերածվել է բողոքի ակցիաների։ Մարդիկ պահանջում են մեկ պարզ բան՝ անվտանգ միջավայր իրենց ու իրենց երեխաների համար։ Քաղաքապետարանը խոսում է խնդրի լուծման տարբերակներից՝ երկարաժամկետ անտառապատումից մինչև կարճաժամկետ քայլեր։ Սակայն քաղաքացիները պահանջում են այստեղ ու հիմա տեսնել փոփոխություն։ Ինչ քայլեր են իրականում հնարավոր, ինչն է խթանում օդի աղտոտմանը եւ ինչ անել մինչ այդ, պատմում է Անահիտ Սարգսյանը։ Արդեն 2 շաբաթից ավելի է մայրաքաղաքը թունավոր օդ է շնչում։ Բողոքի ալիք, շնչառական սարքերով եւ գազային դիմակներով քաղաքացիների ակցիա, իսկ օդը մաքրող սարքերի վրա կուտակված փոշուց արդեն ակնհայտ է, որ շնչելը վտանգավոր է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է լուծումների մասին, որոնք այդքան էլ մոտ ապագայի մասին չեն։ Երկարաժամկետ պլանի դեպքում հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ տարածքներ են պետք, որոնք կարող են պատներ ստեղծել եկող քամիների նկատմամբ։ Կարճաժամկետի դեպքում էլ կարծես ամեն ինչ պակաս բարդ չէ։ Բայց այդ մարդածին գործոնների վրա ճիշտ թիրախային կետային ազդեցության դեպքում 10-15 օրվա ընթացքում մենք կարող հնարավորություն ունենանք մոտավորապես 1.5-2 ամսվա օդի որակի վրա որոշակի ազդեցություն ունենանք։ Երևանաբնակ ռուսներն էլ են բողոքում ստեղծված վիճակից։ Նրանց կազմակերպած երթի հակագազով ու դիմակներով զինված մասնակիցները քայլերթով հասել են քաղաքապետարան։ Շատ տարրական մի պահանջով՝ մաքուր օդ են ուզում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը հանգիստ է վերաբերվում քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային։ Հանրությունը քաղաքացիները իրավասու են բարձրացնել իրենց անհանգստացնող ցանկացած պահանջ եւ իրազեկում իրականացնել դրա շրջանակներում։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը խնդիրը մի փոքր ուռճացված է համարում։ Շնչառական սարքերով եւ գազային դիմակներով ակցիայի մասնակիցները սակայն այդպես չեն կարծում։ Они все прекрасно знают, так пусть дышит этим воздухом, а не Авинян сидит в машине с закрытыми окнами и говорит, что воздух в порядке. Это ненормально. Воздух в Ереване отравляет людей. Հայկազյանի խոսքով արդեն 2 տարի է քաղաքապետարանը թափանցիկ է աշխատում։ Նա հորդոր ունի ուղված ոչ միայն մաքուր օդի պահանջով փողոց դուրս եկած մարդկանց, այլև բոլորին։ Այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել ցույցին, օրինակ, իրենց նույնպես եւ մնացած բոլորին պիտի հորդորեմ, որ իրենց շրջապատում բոլորին իրազեկեն այն սահմանափակումների վերաբերյալ, որոնք օրենքով նախատեսված են նույն խոզանների եւ տերևների չայրելու հետ կապված, նույն, չգիտեմ, փոշու արտանետումների հետ կապված, ձմեռային ժամանակաշրջանում արգելված նյութերով ջեռուցելու հետ կապված եւ մի շարք այլ գործողությունների։ Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի անդրադառնալու են նաեւ հանքերի ոլորտի կարգավորմանը։ Իսկ մինչ այդ ինչ անեն քաղաքացիներն օդի աղտոտվածության այսպիսի պայմաններում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներով բնակվել են Երևանում, պիտի որ առաջի անգամ չէ, որ տեսնեն այն իրավիճակը, որին ամեն ձմեռ ականատես ենք լինում, այսինքն այս շղարշը, որը քաղաքի վրա կախված է։ Իսկ երեկվա բողոքի ակցիայի կազմակերպիչ ազգությամբ Ռուս Ալեքսեյը գոհ է իրենց նախաձեռնությունից։ Да, в целом акция прошла успешно. Мы считаем, что Կարծում ենք, որ առնվազն բավականին մեծ թվով մարդկանց ուշադրություն գրավեցինք փողոցներում այս խնդրի հետ կապված։ Մենք տեսանք, որ կան որոշակի քանակի մարդիկ, որոնք պատրաստ են հավաքվել, պատրաստ են այդ խնդրի համար փողոց դուրս գալ։ Կարծում ենք, որ այսքանից հետո արդեն հնարավոր է ստեղծել նմանատիպ ավելի ակտիվ խմբեր եւ նրանց հետ ավելի կոնկրետացված աշխատել բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախաձեռնության մասնակիցները այլ մտքեր ևս ունեն, կապ հաստատել պետական մարմինների հետ, մարդկանց շնչառական սարքեր եւ դիմակներ բաժանել։ Մի խոսքով, այն ամենը, ինչը կօգնի քիչ թե շատ պաշտպանվել վնասակար օդից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին ներման խնդրանքով դիմել է նախագահ Իսահակ Հերցոգին։ Նախագահի գրասենյակի պատասխանը չի ուշացել։ Նախագահը պատասխանատու եւ բարեխղճորեն կքննարկի խնդրանքը, լսելով բոլոր կարծիքները, հայտնել են գրասենյակից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել Հերցոգին, կոչ անելով դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիայի համար, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում։ Մեծ ավտովթար է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում։ Ինդիանայի մայրուղում ուժեղ ձնաբքի պատճառով բախվել ավելի քան 45 մեքենա։
We're step by step everywhere. We're moving victims to the median. Copy. Truck still sliding. Get chocks on the wheels. On it. Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևորը թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։